Հարգելի դիտող, բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաց չթողնես աշխարհի ամենակարևոր լուրերը։ Ռուսների ձեռքով ստեղծված Ադրբեջանն այնքան է աճել, որ վերջին զգուշացումն է տվել Ռուսաստանին։ Ինչպես հայտնի դարձավ Slim News-ին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունը վերջին զգուշացումն է տվել ռուսական այն լրատվամիջոցներին և կայքերին, որոնք տեղեկատվություն են տարածում Ադրբեջանի շահերի դեմ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Եթե այդ լրատվամիջոցները և կայքերը հրապարակեն Ադրբեջանի շահերի, տարածքային ամբողջականության և օրենսդրության դեմ ուղղված տեղեկատվություն, ապա այդ կայքերի գործունեության հետ կապված կարող են ձեռնարկվել համապատասխան խիստ միջոցներ, ասել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունն արգելափակել էր Ալիևի ընտանիքին պատկանող Հաքին Ազ, Մինվալ Ազ և Օխու Ազ լրատվամիջոցները։ Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում ի օգուտ Ուկրաինայի և հակառուսական քարոզչությամբ զբաղվում։ Ռուսաստանին կմաշեն նաև Կովկասում, ինչ անել Հայաստանն ու Արցախը չմաշելու համար։ Արցախում իրավիճակի հերթական գերլարման ֆոնին Երևանում աշխուժանում են խոսակցություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներին պետք է փոխարինել միջազգային խաղաղապահներով։ Թվում է, որ գործնականում պարզ և հստակ տրամաբանությամբ եզրահանգում է, եթե մեկը վատ է անում իր գործը, ապա պետք է փոխարինել և ապահովել, որ այդ գործով զբաղվի նա, ով լավ է անելու։ Բայց այստեղ գալիս են հարցեր, որոնք իրավիճակը մեխանիկական պարզությունից բերում են քաղաքական բարդությունների դաշտ։ Իսկ ինչպես է տեղի ունենում այդ փոփոխությունը, երբ Ռուսաստանը մերժվում է և բերվում են միջազգային խաղաղապահներ։ Մի բան է, երբ Հայաստանն ու Ադրբեջանն այսպես ասած միաբերան պնդում են, որ Ռուսաստանը պետք է հեռանա։ Որն է լինելու Ռուսաստանի արձագանքը։ Հազիվ թե հնարավոր է պատկերացնել, որ Ռուսաստանը գլխիկոր հեռանալու է, իսկ թե ինչ կարող է անել Ռուսաստանը չհեռանալու կամ առնվազն դուռը շրխկացնելու համար, այստեղ թերևս մեծ երևակայություն պետք չէ։ Բավարար է նայել, թե ինչ է արվում Ուկրաինայում։ Այո, տեսականում բացառված չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանը ոչնչանա, հնարավոր է ամեն ինչ, բայց գոնե առայժմ այդ մասին խոսելը վաղաժամ է, մինչդեռ Արցախում խնդիրները հենց այժմ են, հետևաբար դրանք լուծում են պահանջում այժմ, այլ ոչ թե Ռուսաստանի ոչնչանալուց հետո, որովհետև եթե դա է այսպես ասած խաղադրույքը, ապա մինչ դա տեղի ունենա, գուցե բան չմնա Արցախից, առնվազն տեսականում, որովհետև եթե դիտարկում ենք տեսականում Ռուսաստանի Դաշնության ոչնչացումը, ապա նույն կերպ դիտարկելի է Արցախում նորանոր կորուստների տեսական վտանգը, առավել ևս երբ հարց է առաջանում, որ Ուկրաինայում Ռուսաստանին մաշելու քաղաքական ուղեգիր որդեգրած միջազգային խոշոր դերակատարներն ինչին է պետք Մոսկվային փրկել նաև Կովկասում մաշվելուց։ Նրանց ինչին է պետք բարդ ռեգիոնում ստանձնել մի իրավիճակի պատասխանատվություն, որը Ռուսաստանի ուսերին է և ակնհայտորեն հավելին է նրա ներկայիս կարողություններից, առավել ևս երբ միջազգային խոշոր դերակատարները հենց այդ նկատառումներից ելնելով Ռուսաստանի Դաշնության հանդեպ ձեռք են բերում առավել մեծ ճկունություն և ավելի անկաշկանդ խաղի կարողություն, եթե անգամ որոշակիորեն հեռակա։ Ավելին, քաղաքական սխեմատիկ այդ բարդություններից և բազմաշերտությունից զատ, արժե դիտարկել թերևս նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն ինքը իր գործողություններով գուցե խթանում է հայաստանյան միջավայրում այդպիսի տրամադրություններ, ձգտելով հենց հայերի բերանով բարձրաձայնել ռուս խաղաղապահների մանդատի հարցը, հետո անմիջապես մնալու գործարք առաջարկելով ռուսներին, իսկ նրանք դրան կգնան մեծ պատրաստակամությամբ։ Միայն առերևույթ է թվում, թե Ադրբեջանի համար ռուս խաղաղապահների ներկայությունը հարմարավետ չէ։ Բաքվի համար դա նախընտրելի է նույնիսկ թուրք խաղաղապահներից մի շարք պատճառներով։ Բնականաբար առաջանում է մյուս հարցը, միանգամայն հիմնավոր. լավ, բա այսպես ինչքան, երբ ռուսների աչքի առաջ նրանց առնվազն լուռ համաձայնությամբ կարող են տեղի ունենալ փառուխներ։ Այո, դա լրջագույն հարց է, սակայն եթե չկա դրա անմիջական պատասխանը, դա ամենևին չի նշանակում, որ մնում է մեխանիկական լուծումների տարբերակը, առավել ևս այն դեպքում, երբ որ այդ լուծումն այսօր թերևս չի հետաքրքրում ոչ մեկին, կամ հետաքրքրում է առավելագույնը հայկական կողմի վրա պատասխանատվություն
հաշտություն բարթելու եւ այդ կերպ ռուս-ադրբեջանական գործարքներն արդարացնելու համար։ Հետևաբար Հայաստանին եւ Արցախին հարկավոր է լրջորեն մտածել գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք իսկապես չափազանց բարդ են, սակայն ամենևին չեն դյուրանա այդ բարդությանն առերեսվելու փոխարեն մեխանիկական պարզության պարագայում։